Հայտնություն 7-րդ գլուխ։ Եվ դրանից հետո տեսա 4 հրեշտակների, որոնք կանգնել էին երկրի 4 անկյուններին և պահել էին երկրի 4 հողմերը, որպեսզի հողմ չփչի ոչ երկրի, ոչ ծովի և ոչ էլ ծառերի վրա։ Եվ տեսա մի ուրիշ հրեշտակի, որ ելնում էր արևելքից և ուներ կենդանի Աստծու կնիքը։ Նա բարձր ձայնով աղաղակեց այն 4 հրեշտակներին, որոնց իշխանություն էր տրված վնասելու երկրին և ծովին, և ասաց. «Վնաս մի տվեք երկրին, ոչ ծովին, ոչ ծառերին, այլ սպասեք մինչև որ կնիք դնեմ իմ Աստծու ծառաների ճակատներին»։ Եվ լսեցի կնքվածների թիվը՝ 144,000 կնքված Իսրայելի բոլոր ցեղերից։ Հուդայի ցեղից 12,000 կնքված, Ռուբենի ցեղից 12,000, Գադի ցեղից 12,000, Ասերի ցեղից 12,000, Նեփթաղիմի ցեղից 12,000, Մանասեի ցեղից 12,000, Շմավոնի ցեղից 12,000, Ղևիի ցեղից 12,000, Իսաքարի ցեղից 12,000, Զաբուղոնի ցեղից 12,000, Հովսեփի ցեղից 12,000, Բենյամինի ցեղից 12,000։ Դրանից հետո տեսա համի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու գառան առաջ։ Բարձր ձայնով աղաղակում էին և ասում. «Փրկությունը մեր Աստծունն է, որ նստում է աթոռի վրա, ինչպես և գառանը»։ Եվ բոլոր հրեշտակները կանգնած էին աթոռի և երեցների ու 4 կենդանիների շուրջը, և երեսի վրա ընկնում էին աթոռի առաջ ու երկրպագում էին Աստծուն, ասելով. Ամեն, օրհնություն, փառք, իմաստություն, գոհություն, պատիվ, զորություն և կարողություն մեր Տիրոջը, Աստծուն հավիտյանս հավիտենից, ամեն։ Եվ երեցներից մեկն ինձ ասաց. Սրանք, որ սպիտակ հանդերձներ են հագել, ովքեր են և որտեղից են գալիս։ Ես նրան պատասխանեցի. Տեր, դու գիտես։ Եվ նա ինձ ասաց. Սրանք նրանք են, որ գալիս են մեծ նեղություններից և իրենց հագուստները լվացին ու սպիտակեցրին գառան արյունով։ Այդ պատճառով են նրանք կանգնած Աստծու աթոռի առաջ և զոր ու գիշեր պաշտում են նրան իր սրբարանի մեջ։ Եվ նա, որ նստում է աթոռի վրա, բնակվում է նրանց մեջ։ Ոչ քաղց են զգալու, ոչ ծարավելու են, և նրանց չի վնասելու ոչ արեգակը, ոչ էլ տոթը։ Եվ գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը։ Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։